Դիմում եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը։ Մեկն ու մեկը դուրս եկեք ու ինձ բացատրեք ինչ է նշանակում ժողովրդավարություն։ Ժողովրդավարությունը հավասար է տերապքի փալասի։ Եթե այո, ես հրաժարվում եմ այդ ժողովրդավարությունից։ Բայց ես գիտեմ ժողովրդավարությունը իրանից ինչ է ներկայացնում։ Ժողովրդավարությունը թույլ չի տալիս իմ պետության վրա հարձակումներ կատարեն։ Պարոն Ալեն Սիմոնյան, դուք ըստ սահմանադրության գիտեք ով եք մեր երկրի համար։ Կարելի ասել առաջին մարդն եք։ Ինչ է նշանակում ձեր վրա հարձակվեն։ Ինչ որ մի հատ փնթի անլավակատու կարա վերցնի ու տենց հարձակվի հայոյի։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Որ թույլ եք տալիս։ Սա բերում է անարխիայի, սա բերում է բարդակի։ Ուրիշ ոչ մի բանի։ Ես հույս ունեմ, որ դուք ինչ որ մի ոստիկանությունում ինչ որ մի ցուցում տվել եք, բողոք գրել եք։ Լսեցի ձեր ելույթը։ Կոռեկտության սահմաններում եք պահել ձեզ։ Բայց ում ոտերին է ձեր կոռեկտության այդ սահմանները պահելը։ Չեք տեսնում, որ իրանց ոտերին չի։ Իրենք չեն հասկանում կոռեկտություն, չեն հասկանում ինչ է նշանակում Ալեն Սիմոնյան, ղեկավար ազգային ժողովի։ Չեն հասկանում, պարոն Սիմոնյան։ Մենք ունենք այդ օրենքները։ Խնդրում եմ կիրառեք, քանի ուշ չի։ Ես բռնության կոչեր չեմ անում։ Յուրաքանչյուր տականքի, իր պահվածքի, խուլիգանական պահվածքի համար համապատասխան գնահատական պետք է լինի։ Որ չափները չանցնեն։ Էս ի՞նչ է։ Քաղաքն ընկան կայմար։ Ուզում եք ասեք մեր երկրում չկա մի օրենք, որին պետական մարմինին պաշտպանի։ Ուզում եք ասեք, որ մեր պետության մեջ գոյություն չունի մի օրենք, որը նմաններին կսաստի։ Ինչ է նշանակում իմ պետության վրա հարձակում։ Դուք իմ պետությունն եք ներկայացնում։ Իսկ ինքը հարձակվել է ձեր վրա։ Այո, ես սա բնորոշում եմ որպես հարձակում։ Եթե հիվանդ է այդ մարդը, ուրեմն խնդրում եմ իրան տեղավորեք հիվանդանոցում, գժանոցում։ Որտեվ ակնհայտ ինքը օրենք է խախտում։ Ինչ է նշանակում փողոցում հետապնդի ձեզ։ Մանյակ է։ Դուք ուղղակի Ալեն Սիմոնյան չեք։ Դուք իմ պետությունն եք։ Պետության ներկայացուցիչ։ Դա հավասարազոր է, որ իմ պետության վրա են հարձակվում։ Հիմա երևի կասեք սրանք իրանց սենց են պահում, որպեսզի մենք իրանց նման վարվենք, ասենք ժողովրդի համար անհասանելի լինենք, իմ համար մեկ է, եղեք անհասանելի։ Չգիտեմ, 60 100 ախրանիկներով մանեք եք։ Թող ընդհանրապես 100 մետր մոտիկ չկարողանա գա։ Որովհետև ստեղ իմ պետության հարցն այն դրոշի հարցն է, թքած ունեմ թե ինչ կմտածեն թալանչիները։ Պաշտպանվեք դրանց նմաններից։ Որ 100 մետրից թող ռուպորով գոռա, թող այնքան գոռա, մինչև պատրված կստանա 5-րդ տոճկի։ Բայց մոտիկ մի թողեք դրանց։ Էս ինչ է։ Ու ընդհանրապես այդ ազատ ժողովրդի մեջ մանգալը բան, ես արդեն շատ վատ եմ տանում էդի։ Որովհետև մեզ հասկացող մասսայից պետք չի ոչինչ ապացուցել։ Իսկ նրանց առավել եւս ապացուցելու ոչինչ չունենք։ Շատ վտանգավոր է ձեր այտենց հանգիստ քայլելը։ Բոլորդ է պետք է պաշտպանված լինեք։ Ես դրա համար հարկեր եմ տալիս ու պահանջում եմ, որ դուք բոլորդ պաշտպանված լինեք, ամեն մի թուլից, ամեն մի շան թուլից։ Ում որ շլվար եք նվիրե, որ իրան տղամարդս գա։ Ինձ հետաքրքիր է այդ ժողովրդավար բառը որտեղից է եկել։ Ո՞վ է բերել այդ գաղափարը։ Որ պետությունը։ Այ որ գտնեք որ պետությունը, մի հատ նայեք, տեսեք ինչպես են վարվում, երբ որ պետության վրա հարձակում է լինում։ Իսկ Ալեն Սիմոնյանը պետությունն է ներկայացնում։ Դե կներեք էլի։ Եթե ամեն մի համբալ կարա իմ պետության վրա տենց հարձակվի, դուս գալիս ես պաշտպանված չեմ։ Պետք չի գեներացնել ժողովրդի մեջ ատելություն ժողովրդավար բառի նկատմամբ։ Այդ գաղափարի նկատմամբ։ Ու այս պահվածքը, այս թույլ պահվածքը գեներացնում է ատելություն ժողովրդավար պետության նկատմամբ։ Այդ ժողովրդավար գաղափարի նկատմամբ։ Ես գիտեմ ժողովրդավարությունը ինչ է, բայց մեր պետությունում դա ժողովրդավարություն չի։ Ինչ է նշանակում բռնում են մարդուն, հետո որ կամերայ ա լինում կամ ինչ որ մի հատ լրագրող մոտենում են, չի կանում, ինչի եք բռնում։ Մի անգամից բաց են թողում, այ քեզ բան, չհասկացա։ Այդ դուս գալիս ամեն մի փալած, կարա ինչ ուզենա իրան թույլ տա, բայց հետո մի հատ լրագրող մանտա։ Մի հատ լրագրող հետո մանտա, որ գորգորոցը քցին չի բռնում, որ ոստիկաններն են բաց թողեն։ Այ քեզ բան։ Որպեսզի իմ պետությունը մնա պետություն, անկախ ինքնիշխան, իմ դրոշը ծածանվի, ես ձեզանից պահանջում եմ իմ պետությունը պաշտպանել նման թափթփուկներից։ Ու սա դեռ ժուրնալն է, դուք շատ լավ գիտեք ուր են տանում։ Դուրս է գալիս, սրա պահվածքը մենակ մի բան է ցույց տալիս, որ վաղը հարյուրավոր այսպես լրբի վաստակի նման իրանց կարան պահեն յուրաքանչյուրը։ Մենք ձեզ ընտրել ենք, որպեսզի դուք մեր պետությունը պաշտպանեք, այսինքն մեզ էլ պաշտպանեք։ Այսինքն ձեզ պաշտպանեք։
Եթե սրանք 5% գոնե վստահություն ունենային, որ ընտրություններում կանցնեին, ոչ մեկ ձեր վրա չէր հարձակվի։ Հանգիստ կնստեին, կսպասեին ընտրության օրերին։ Նրանք շատ լավ գիտակցում են, որ նրանք ոչ մեկ են։ Они никто из вас никак։ Դրա համար էլ հիմա sense պրովոկացիաները կարան շատ հաճախակի լինեն, ու ոչ միայն ձեր վրա։ Ուստի խնդրում եմ ուշադիր եղեք, զգուշ եղեք։ Չգիտեմ, պատեր շինեք, դուս եք գալիս, անպայման պաշտպանվեք։ Ես հուսամ, Ալեն Սիմոնյան, որ դուք գնացել եք ոստիկանություն ու բողոք եք ներկայացրել դրա դեմ, որտեղ սա ակնհայտ հետապնդում է կոչվում։ Սա քաղաքականություն չի։ Սա խուլիգանություն է, ակնհայտ խուլիգանություն է։ Գա պրովոկացիա անի, քրվի, բախումների տանի։ Եթե սա ներվի, սա կրկնվելու է օրը տարբեր հատվածներում, տարբեր մարդկանց վրա։ Դուք դա լավ գիտեք։ Այսքանը։